Այսօր մենք խոսելու ենք 2014 թվականին հիմնադրված ՈՄԱ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության մասին, որի նպատակն է ստեղծել ավելի մարտունակ բնակչություն, պարբերաբար խոսել եւ շարունակել անդրադառնալ հատկապես այս օրերին այս թեմայի մասին։ Ինչպիսի զարգացումներ է ապրել այս կազմակերպությունը, ինչ նախագծեր ունի, ինչ նորություններ ունի, կպատմեն մեր այսօրվա հյուրերը։ Նրանք են ՈՄԱ նախագահի խորհրդական Աշակ Վարդանովը եւ ՈՄԱ գրական դասընթացների հրահանգիչ Հոզաննա Ներսիսյանը։ Բարի օր, շնորհավորում ենք ձեզ բանակի օրվա առթիվ։ Այո, այսօր նաև ձեր օրն է, այսպես ասած, քանի որ ձեր կազմակերպությունը հենց այս ամեն ինչի շուրջ է պտտվում։ Այո, ակտիվ մասնակցությամբ, պատրաստման։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք հրավիրելու համար։ Ինչպես նաև շնորհավորում ենք նաև ձեզ ոնց որ մեր բանակի օրվա կապակցությամբ շնորհավորում ենք նաև մեր բոլոր հայրենակիցներին, հայաստանաբնակ մեր հայերին եւ ոչ միայն հայերին, մեր բանակի օրվա կապակցությամբ, քանի որ բանակը շատ կարեւոր մասն է մեր անվտանգության, երկրի հարատեվության եւ այդպես շարունակ։ Ինչպես նաև բանակի մի մաս են բոլոր նրանք, ովքեր որ այս կամ այն իրավիճակում կարող են համալրել նրան։ Հրաշալի։ Եկեք խոսենք այս 12 երկար ուզի կամ գուցե ձեզ համար այդպես փոքր տարիների մասին, ինչ գործունեություն եք ծավալել եւ մասնավորապես անդրադառնանք նախորդ տարվան։ Շատ լավ։ Հիմնական ակտիվ գործունեությունը ՈՄԱ-ն ծավալում է 14 թվականից սկսված։ Սկզբի էտապում ավելի արշավային ֆորմատի մեջ էր, սակայն 16 թվականի քառորյա ակտիվացումից հետո, այսինքն երբ որ պատերազմը մտավ ավելի ակտիվ փուլ, հետո նորից սառչեց, այդ շրջանում ավելի ռազմականը ոնց որ պրիորից հետո բարձրացավ եւ ավելի առաջնային պլան եկավ, ինչից հետո արդեն նախապատրաստական տարբեր աշխատանքներ գնացին մինչև 20 թվականը ու որոշ աշխատանքներ ոնց որ կիսատ մնալուց հետո, այսինքն ընդամենը վաշտ էր մինչև 20 թվականի սեպտեմբերի 27-ը ձևավորվե, որից հետո այդ վաշտի հիման վրա, այսինքն բազայի վրա գումարտակ ձևավորվեց եւ մեկնեց մարտի դաշտ, բայց ընդհանուր գաղափարը ռազմական անվտանգային առումով այն է, որ ՈՄԱ-ն պատրաստում է մարդկանց, ովքեր որ կազմում են մեր բանակի ռեզերվը եւ այդ աշխատանքը 14 թվականից սկսած կատարում ենք մինչ այսօր։ Ինչ հրաշալի։ 25-ին մասնավորապես ինչ նորություններ են եղել, եթե այսպես տարին ամփոփենք եւ նաեւ խոսենք 26-ի ծրագրերի մասին։ 25-ին հիմնականում փոփոխություններ տարածքի հետ կապված փոփոխություններ ունենք, այսինքն մեր մասնաճյուղը կենտրոնական, քանի որ մենք ունենք բոլոր մարզերում ունենք մասնաճյուղեր, Երևանի մասնաճյուղը տեղափոխություն նոր տարածք ենք տեղափոխվել եւ այդ տարածքում նորություններ ենք ունեցել, մասնավորապես ամենաեականը երևի թե ալպինիստական պատն է, ալպ զոնան է, որտեղ տենց ագին հետաքրքիր, նույնիսկ չգիտեմ, տենց ռազմական գործից հեռու իրենց չպատկերացնող մարդկանց համար, ովքեր որ զուտ հետաքրքրության համար կարան էլի բան անեն։ Ռուզաննա, հատկապես վերջին պատերազմի ժամանակ բավականին ակտիվ գործունեություն ծավալեցիք, մենք ամեն օր լսում ենք ՈՄԱ-ի մասին, նրա այսպես զորակոչ չասեմ, բայց ամեն դեպքում հավաքագրումների, դասընթացների ակտիվ մասնակցության մասին ու առաջին հերթին այդ կրակային գործին ծանոթանալը, տիրապետելը բավականին երիտասարդ տարիքից այդ թվում աղջիկներ եկան։ Կխնդրեի ձեր փորձի մասին, ում հետ շփվեցիք այդ ընթացքում, ինչպիսի ակտիվություն ունեցաք եւ այս փուլում արդեն ավելի խաղաղ փուլում ինչպիսի ներգրավվածություն կա։ Ճիշտն ասած 20 թվականին ես նոր եմ իմացել ՈՄԱ-ի մասին ու առաջին անգամ եկա հենց պատերազմի ժամանակ, որովհետև լսել էի ընկերներիցս, որ օգնության կարիք կա։ Այդ ժամանակ հրանգիչ չէի, ադմինիստրատիվ գործերով էի զբաղվում, այսինքն ինչ որ գրանցումներ, որ մարդիկ էին գալիս ոտ կոմունիկացիան այնտեղի տղաների հետ
այդպես այդ գործով էի զբաղվում, այդ ժամանակ կրակային ընդհանրապես միտք էլ չկար կրակայինի հիրանգիչ դառնալու, որովհետև դե բնական աղջիկը կրակայինի հիրանգիչ մի քիչ վախեր եւ այլն, բայց հետո արդեն երբ որ եկայինքս էլ մասնակցեցի դասընթացներին ու տեսա, որ ճիշտ աղջիկները ավելի քիչ են ներգրաված այս գործում, բայց իրենց ներգրավվածությունը շատ ավելի կարևոր է, որովհետև նախ իրենք իրենց այնտեղ լինելով ավելի համարձակ են ու ավելի շատ են երբեք գլուխ չեն պահում աղջիկները ու անդադ փորձում են պարապել ու ինչքան իրենք ավելի թույլ են, բայց ավելի շատ ձգտում ունեն ու տղաները տեսնելով մոտիվացվում են ավելի շատ դրա համար աղջիկների ներկայությունը շատ ավելի կարևոր է այդ տեսակետից ու ես նաև գտնում եմ, որ եթե աղջիկները այստեղ են, աղջիկները կանայք, իրենք այդ միակ ուժն են մնում, որ կարող են պաշտպանել իրենց երեխաներին կամ մեծահասակներին, այդ տեսակետից նույնպես շատ կարևոր է, որ աղջիկները պատրաստ լինեն, իսկ իմ փորձ արդեն կրակայինի որպես հրանգիչ կարող եմ ասել, որ դժվար է որպես աղջիկ կրակայինի հենց հրանգիչ լինել, որովհետև գալիս են տղաներ, տղամարդիկ ծառայած եւ այլն պիտի ինձ սովորեցնի։ Հենց այդպեսի մտքերով գալիս են։ Ինքը ինչ պետք է իմանա, որ ինձ սովորացնի եւ այլն, ու այդ պատը մեր միջի կոտրել, ինչ որ ու հասկացնել, որ չամեն դեպքում ինչ որ բան վախեցնելը զենքով։ Հա, ինչ որ բան կարող ես դու ինձանից ամեն դեպքում սովորել եւ այլն, մի քիչ բարձր է, դրա համար մենք sense կատակ ունենք մեր մեջ կրակային իրանգիչները, որ տղաները իրենք sense բարի բաներն են, хорошие կոպի, բարի ոստիկաններն են։ Ես չար, որովհետեւ ես միշտ տենց մի քիչ ավելի խիստ եմ փորձում լինել։ Զաննա դուք չեք կարող չար ոստիկան լինել։ Ահա ես Ժենիայում ասում եմ, մայի աղջիկ է։ Ես չար ոստիկան։ Չէ, դասի ժամանակ իրականում այսպեսին չեմ, երբեմն ինձ թվում է, որ ինձ չեն սիրում իմ կուրսանտները, որովհետեւ դու շատ չար ես կոպիտ ես այլն։ Գործի մեջ ուղղակի հա փորձում եմ մի քիչ հա այդ ձևով պահել այդ դիսցիպլինան ծերացել։ Իրականում ասում են լավագույն դիպուկահարները կանայք են լինում, չգիտեմ ինչքանով է դա այդպես, բայց այդպես ասում են, դուք էլ անընդհատ դա հիշեցրեք, որ ես եմ լավագույն դիպուկահար կարող եմ լինել։ Ինչպես անդամակցեն, ինչպես անդամագրվեն, ինչպես գան դասընթացներին, քանի որ այսպես խոսեցին, հիմա գուցե օրինակ շատեր ուզում են գալ եւ տեսնել, ասել, հենց ես ուզում եմ գալ եւ Ռուզաննայի մոտ ուսանել։ Համեցեք բոլորը։ Կարգը ընթացակարգի մասին եթե կարելի է։ Հա, տեսեք, մեր դասընթացները, հիմնական դասընթացները մեկամսյա են, այսինքն գալիս են մարդիկ մի ամիս ներածական դասընթացների 4 առարկա են կանցնում՝ գրակային, առաջին օգնություն, ալպինիզմ եւ մարտավարություն, զենքից օգտվելու կանոններ։ Գալիս են մեզ մոտ այդ մի ամիսը շաբաթի 3 օրով անցնում են երեկոյան 7-ից 10 դասերը, ինքը բավական հարմարացված է, որ աշխատող մարդիկ կարողանան գալ։ Հետո մի ամիս հետո ստանում են սերտիֆիկատ, եթե բոլոր քննությունները հանձնում են, ու արդեն կարող են երկրորդ փուլ մասնակցել, դրանից հետո մենք ունենք նաև խորացված երրորդ փուլ, որ հրամանատարական, կրծքահրամանատարական կուրսեր են, ու այս պահին էլ ընթանում են։ Իրականում շատ տարբեր կուրսեր ունենք նաև, ունենք առաջին օգնության կուրսեր, որ մի քանի ժամ են տևում մարդկանց համար, ովքեր ընդհանրապես տեղյակ չեն ինչա դա, ունենք նույն կուրսերից ալպինիստական, եւ մեր առաջիկա մեկամսյա փուլը, որ մեկնարկելու է, լինելու է փետրվարի 2-ից, այնպես որ կարող է էջում գտնել մեր հղումները գրանցվել կամ ուղղակի մոտենալ մեզ մոտ, հանձնաստատող փաստաթղթը եւ գրանցվել։ Ինչ հաշելի։ Ինչպես նաեւ կներեք բանը 10-օրյա հավաքներ ենք անցկացնում, այսինքն ճամբարային հավաքներ, որը որ այս 25 թվականի փոփոխություններից մեկը նաեւ դա էր, որ նոր, այսինքն ճամբարային ավան ենք հիմնում, որը գտնվում է Լորվա մարզում, Աթան գյուղում, շատ չնաշխարհիկ բնությունով, բնապատկերներով տեղ է։ Ամեն ինչ մտածել եք, էլի։ Հա, անպայման։ Շամեք դուք շամեպետությունը։ Վերջին շրջանում նաև ՈՄԱ-ի կողմից ականատեսն եղել մեդալների հանձնմանը, խնդրենք անդրադառնալ ովքեր են նրանք, որ ստանում են այդ մեդալները, ինչպիսի ճանապարհ պիտի անցնեն։ ՈՄԱ-ն 16 թվականից սկսեց մեդալներ բաժանել մարտական վիրավորում անվանմամբ, գտնելով, որ ոնց որ ասած երկու հարկ կա էլի, որ քաղաքացին կարող է հանձնել, մեկը քարտինքի հարկն է, մյուսը արյան հարկն է, եւ շատ հաճախ ոնց որ արյան հարկ հանձնած մարդիկ, ովքեր որ ֆիզիկապես իրենց առողջությունը դնելով են ծառայել իրենց երկրին,
ոչ բավարար ուշադրության են արժանանում, այսինքն հա միգուցե իրենք ինչ որ սոցիալական ծրագրերից օգտվեն բան, բայց ուշադրություն որպես մենք քեզ շնորհակալ ենք, մենք գնահատում ենք քո զոհաբերությունը, լինի դա մտածված, կանխամտածված, թե հանգամանքների բերումով, բայց ամենայն դեպս մարդը իր արյան փառքն է մուծել։ Եվ 16 թվականից սկսած ամեն դեկտեմբերի 30-ին, որը որ մենք Եռաբլուրում միջոցառում ենք կազմակերպում հետախուզի երեկոն, որը որ դեռ սկսվել է 90 թվականից, օրն էլ ընտրվել է առաջին հետախուզ դիվերսանտի հայ զոհվելու, առաջին զոհված հայ հետախուզ դիվերսանտի ծննդյան օրն է, ու որից հետո մինչև այսօր շարունակվում է, իսկ այս տարի արդեն նորություն ենք, նոր ոնց որ փոփոխություն ենք մտցնում եւ ոչ միայն այդ օրն է լինելու այդ մեդալների շնորհման արարողությունը, այլ նաեւ տարվա ընթացքում հիմնականում մարզերում այս բանին գնում են ոնց որ ավելի նախապատրաստական աշխատանքների փուլ է, տեղի ոնց ասեմ գործարարներին, կայացած մարդկանց դիմելու ենք, որպեսզի նրանք աջակցեն, որպեսզի իրենց հարևաններին, ովքեր որ ունեն հաշմանդամության կարգ, որոնք որ վիրավորվել են, նրանց ուշադրություն դարձնենք նաև այս կերպով եւ բնականաբար կհրապարակվեն այն մարդկանց անունները, ովքեր որ կոժանդակեն այդ process-ին, ինչպես նաև այն մարդկանց, ում որ կդիմենք, բայց կհրաժարվեն ինչ-ինչ պատճառներով։ Այդ ամենը արդեն ոնց որ մոտ ապագայում կլինի թե մեր սոցիալական կայքերում, թե մեր հիմնական կայքում։ Հրաշալի։ Եկեք խոսենք նաև այսօրվա ձեր տրամադրվածությունից։ Այսօր ոչ աշխատանքային օր է ձեզ մոտ, թե օրինակ ձեր դասընթացները շարունակվում են։ Մեր դասընթացները շարունակվում են, այսօր լինելու են դասընթացներ ու դեպն է կնենք որ փոքրիկ երևի տոնախմբությամբ ու նաև որոշել ենք որ պետք է գնենք Եռաբլուր, որովհետև մեր մոտ միշտ ինչ-որ տոներից եւ այն կամ այդ բանեկի հետ կապված Եռաբլուրն է ասոցացվում ու ոնց որ հարգանքի տուրք ամեն դեպքում այնտեղ պետք է գնալ մատուցել, այդպես է տեղի ունենալը, բայց դասընթացները էական չի էլի հանգիստ թե չէ, միայն ամսի 24-ին ապրիլի 24-ին միայն չէ, հա, միայն ապրիլի 24-ին է լինում, որ ազատ օր է լինում, դասեր չեն լինում, դա էլ հարգելի պատճառով բոլորով կներես, այն էլ շատ հաճախ ոնց որ այդ օրն էլ ինչ որ արշավ կամ կրակային պարապմունք է կազմակերպվում, ոնց որ ի նշան նրա, որ այլևս երբեք նման բան թույլ չենք տա կրկնվի էլ։ Հետ պատերազմյան իրավիճակում ինձ հետաքրքրում է այդպես բարոյահոգեբանական կողմը, դուք այդ ուղղությամբ ինչ աշխատանքներ է տարվում, օրինակ, բացի այն պրակտիկ դասընթացներից ունեք, չգիտեմ, հոգեբանական կողմ դասընթացի Պարբերաբար դասընթացներ չէ, բայց պարբերաբար հանդիպումներ են կազմակերպում տարբեր գիտակների հետ կամ տարբեր հայտնի հրամանատարների հետ, ովքեր որ գալիս են իրենց փորձով կիսվում են կամ իրենց գիտելիքներով, ինչպես նաև ունենք ազգագրական բարի դասընթացներ, որը որ կազմակերպվում է մեր ուսումնական մասի տարածքում, նո մոտ ապագայում չգիտեմ, խումբ կա, թե չէ մեկնարկող։ Հա, ամսի 16-ից խումբը մեկնարկելու ու ոչ միայն մեր կուրսանտները կարող են մասնակցել, այդ ցանկացած մարդիկ ինքը սիրողական խումբ է, ինչ որ պրոֆեսիոնալ պարային համույթ չի, բայց էլ ինչ որ միավորման միջոց է, էլի։ ամենաշատերը այցելուները ովքեր են ձեր։ Դասընթացների մասնակիցները։ Ու ամենակրտսեր, որ եղել է այս ընթացքում 14 տարեկան, այն նախապայմանով, որ ծնողը հետո միասին հավասար գալու է եւ մասնակցելու պարապմունքներին, իսկ առհասարակ դասընթացները 16 տարեկանից սկսված են։ Մինչ այդ միայն ծնողի ուղեկցությամբ, այսինքն ուղեկցությամբ ոչ թե գա կողքը նստի զուտ, այլ հետո հավասար գիտելիքներ ձեռք բերի, այո։ Ինչ հրաշալի, ձեզ հաջողություն։ Շնորհակալ ենք, որ այս տոնական օրը կիսեցիք մեզ հետ։ Ես վստահ եմ, որ մեր հեռուստադիտողներից շատերը կանդամակցեն, կհայտարարագրվեն եւ կմիանան ձեզ այս ի նպաստ հայրենիքի կարևորագույն գործում։ Եվ թող խաղաղ լինեն մեր բոլոր օրերը իրականում։ Իսկ մենք հարգելի հեռուստադիտողներ դիտենք գովազդ եւ դիմավորենք մեր այսօրվա երկրորդ հյուրին։